Բարև ձեզ հարգելի հետևորդներ, ես Գևորգ Մալաքյանն եմ եւ այսօր մենք հյուրընկալել ենք հայկական ֆուտբոլի մեծագույն ֆուտբոլիստներից մեկին, Միլանի Ինտերի կիսապաշտպան եւ Փյունիկի Սան Հենրիխ Մխիթարյանին։ Բարև ձեզ Հենրիխ։ Բարև ձեզ։ Հայաստան վերադառնալը միշտ առանձնահատուկ զգացողություններ է առաջացնում։ Ինչ եք զգացել այսօր։ Հպարտություն, զգացել եմ մեծ ուրախություն, որովհետեւ մեծ ճանապարհ եմ անցել, սկսած հենց այստեղից Փյունիկ ակումբից եւ հասել մինչեւ Ինտերի Միլան ակումբը, ինձ համար դա շատ մեծ հպարտություն է եւ կարող եմ ասել, որ վերադառնալ Փյունիկ միշտ էլ հաճելի է։ Առաջին բաներից մեկը այցներ մի վայր, որտեղ սկսվել էր ամեն ինչ, Փյունիկ մարզադպրոց։ Առաջին հուշեր այս վայրի հետ, որոնք են։ Հուշեր շատ կան, հատկապես հենց առաջին օրը, երբ եկանք այստեղ մայրիկիս հետ գրանցվելու այն ժամանակ Երևանի ֆուտբոլի դպրոց անվանումներ կրում, հետո դարձավ Փյունիկ։ Այդ ժամանակ, երբ առաջին անգամ եկանք այստեղ, այցելեցինք եւ գրանցեցին ինձ որպես ֆուտբոլիստ մանուկ հասակում։ Դա երևի ամենահաճելի պայրից մեկն էր, երբ սկսեցի առաջին քայլերս կատարել հենց այս ակումբում։ Այսօրվա այցի ընթացքում եղավ մի պահ, որ ամենաշատը հուզել է ձեզ դեռևս։ Ինձ թվում է հենց ամեն րոպեն էլ ինձ համար շատ մեծ հույզեր առաջացրեց, հուզիչ էր ինչու, որտեղ սկսած հորս անունը տեսնելով այդ հուշաքարը, ապա ձեռքի եւ ոտքի հետքերը թողնելով, հին ընկերներին տեսնելով, մարզիչներին, ում հետ որ խաղացել եմ, ով ինձ մարզել է, ապագա սերունդին, բոլոր այն մարդկանց, ովքեր որ մեծ ներդրում են ունեցել իմ ֆուտբոլային աճի եւ կարիերայի ընթացքում։ Փյունիկը հայկական ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր ակումբն է ու մեծ պատմություն ունեցող ակումբ է որպես այդպեսին։ Ինչ է անձամբ ձեզ համար նշանակում Փյունիկը։ Իմ առաջի ակումբն է, այն թիմն է, որ ինձ տվել է ամեն ինչ, որ ինձ ստեղծել այն ճանապարհը, որին որ հասել եմ այսօր, եղել է այն ակումբը, որը մեծ նպատակների սկիզբն է եղել ինձ համար եւ մինչ այսօր միշտ հետևում եմ, փորձում եմ տեղակ լինել ամեն ինչից, նույնիսկ ունեմ հին խաղանկերներ, ովքեր որ խաղում են այստեղ եւ կարող եմ ասել, որ Փյունիկը դա իմ ամենաառաջին ակումբն է, որը որ կմնա հենց այդպես ամենաառաջի թիմը։ Այսօր շատ երիտասարդներ մեծ ողջավորությամբ սպասում էին ձեզ հետ հանդիպելուն։ Ինչ կցանկանայիք, որ նրանք առաջինը հասկանային ու սովորեին ձեր ճանապարհից։ Այն դժվարությունները, որի միջով որ անցել եմ, ոչ թե տեսնել միայն հաջողությունները, այլ նաև դժվարությունները, որտեղ դժվարությունների շնորհիվ է, որ դու կարող ես հասնել հաջողությունների։ Եվ հետո արդեն նրանց հետ խոսելով, հանդիպելով, նրանց կասեմ, որ երբեք ճանապարհը հեշտ չի լինում։ Ճանապարհը դժվար է, հաջողության հասնելու եւ պետք է պայքարել, աշխատել, հավատալ ինքդ քեզ, որ կարողանաս հաջողությունների հասնել միանշանակ։ Շատ երեխաներ երազում են խաղալ եվրոպական ամենաբարձր ասպարեզում։ Ինչն է տարբերում պարզապես երազողներից, նրանցից, ովքեր իրապես հասնում են այդ նպատակին։ Լինում է երկու տեսակի երիտասարդներ, նրանք ովքեր որ երազում են եւ նրանք ովքեր ցանկություն ունեն հասնելու այդ իրենց երազանքներին, որովհետեւ այն մարդիկ, այն ֆուտբոլիստներ, ովքեր որ միայն երազում են եւ ոչինչ չեն անում, երբեք հաջողության չեն հասնի։ Բայց այն երիտասարդները եւ ֆուտբոլիստները, ովքեր որ քրտնաջան ամեն օր աշխատում են, հավատում են իրենց, դժվարություններից չեն բողոքում, նրանք միշտ էլ կհասնեն հաջողության։ Հենրիխ, ըստ ձեզ, ո՞րն է ավելի կարևոր՝ տաղանդը թե կարգապահությունը։ Ուրեմն չկա տաղանդ առանց կարգապահության եւ չկա կարգապահություն առանց աշխատասիրության։ Իսկ ձեր կարիերայում եղել է մի պահ կամ պահեր, երբ կասկածել եք ինքներդ ձեր։ Եղել են, նույնիսկ հաստատություններ են եղել, բայց դրանք տևել են ընդհանրապես մի քանի ժամ, երևի մաքսիմում 1 օր, առավելագույնս, որից հետո իմ մեջ մեծ ուժ եմ գտել, փորձել եմ ինքս ինձ համոզել, որ այնինչ տեղի ունենում, դա զուտ մի պահ է, պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ հիասթափությունը դառնա հաջողություն։ Իսկ եթե մի փոքր մանրամասնենք, ինչպես եք հաղթահարում այդ փուլերը, կասկածանքի, մի փոքր հոգեբանական դժվարություն։ Ընկերներիս, ընտանիքիս միջոցով, նրանց հետ խոսելով, խորհրդակցելով, խորհուրդներ ստանալով եւ վերջապես իհարկե ես եմ խաղադաշտում խաղում, հասկանալով եւ վերլուծելով այն սիտուացիան, որի մեջ որ գտնվում եմ, կարողանալ գտնել լավագույն լուծումը եւ շարժվել առաջ։ Այսքան երկար ու հաջողակ կարիերա ունենալուց հետո, ունենալով եւս, ի՞նչն է ձեր մոտիվացիան շարունակել աշխատել նույն ձևով։ Այն երիտասարդները, ովքեր որ մինչ այսօր ինձ հետևում են, իմ տղան, հայրս, ընտանիքս, ինչու եմ դա ասում, որովհետև ես ինձ թույլ չեմ կարող տալ կանգնել ճանապարհի կեսին, չավարտել այն ամենը, ինչ սկսել եմ, ցանկություն եմ ավարտել բարձր նոտայով եւ հույս ունեմ, որ
դեռ 1 տարի էլ կխաղամ, որից հետո արդեն པարզ կերևա։ Ձեր պատկերացմամբ հաջողության իմաստը տարիների ընթացքում փոխվել է թե ոչ։ Ոչ, չի փոխվել, որովհետև հաջողության հասնելու համար կա միայն մեկ ճանապարհ, եւ այդ ճանապարհը աշխատասիրության եւ ինքդ քեզ հավատալու ճանապարհն է, որովհետև հաջողությունը սկսում է անհաջողություններից, անհաջողություններից սկսում է վերլուծությունները եւ շարժվում առաջ դեպի հաջողությունները։ Ինչն է այսօր մոտիվացնում Հենրիխ Մխիթարյանին շարունակել մնալ նույն մակարդակի վրա։ Այն ճանապարհը, որը որ անցել եմ։ Ինչու, որովհետև չեմ ուզում ֆուտբոլային կարիերս ավարտել շատ ցածր որակի ֆուտբոլով, երևի ոչ ցանկություն ունենալով, այսինքն ամեն առավոտ մինչ այսօր զարթնում եմ մեծ ցանկությամբ, ողջավորվածությամբ գնում եմ մարզումներին, խաղերին եւ կարծում եմ, որ հենց դա է, որ պետք է ինձ հենց բարձունքի պահի եւ չթուլացնի։ Եվ վերջում ինչ ուղերձ կցանկանայիք հղել հայկական ֆուտբոլի գալիք սերնդին։ Իմ խորհուրդը նրանց, որ փորձեն աշխատել ամեն օր իրենց վրա, թե խաղադաշտում, թե խաղադաշտից դուրս, փորձեն ինչքան հնարավոր է քիչ օգտագործեն իրենց հեռախոսները, սմարթֆոնները, որովհետև դա միայն խանգարում է։ Շնորհակալություն Հենրիխ։ Շնորհակալ։ Շնորհակալություն նաև ձեզ, հարգելի հետևորդներ, ես Գևորգ Մալաքյանն եմ, կհանդիպենք։